Ողջույն սիրելիներս, մաթեմատիկայից այսօր մենք կուսումնասիրենք H64-ի և 65-ի առաջադրանքները։ Դասի վերնագիրն է գումարում 20-ի սահմաններում առանց կարգային անցումների։ Սկզբում կատարում ենք բանավոր առաջադրանքները, հետո նոր բացատրում ենք դասը։ Ուշադիր նկարին դիտելիս ցույց ենք տալիս կշեռքները և ասում ենք, որ սա նժարավոր կշեռք է, նժարի վրա դրված են դդում և ձմերուկ։ Սլակով ցույց է տրվում, թե նժարի վրա դրված իրը առարկան որքան է կշռում։ Կիլոգրամ դասը նախորդ դասերին մենք բացատրել ենք, կիլոգրամի մասին գաղափար ունեն երեխաները և գիտեն, որ զանգվածները չափում են գրամով, կիլոգրամով և ավելի մեծ զանգվածի միավորներով։ Նայում ենք նկարին և հարցադրումներ ենք կատարում։ Դդումը որքան է կշռում։ Դդումը կշռում է 3 կիլոգրամ։ Ձմերուկը որքան է կշռում։ Ձմերուկը կշռում է 5 կիլոգրամ։ Դդումը ծանր է ձմերուկից թե թեթև։ Դդումը թեթև է ձմերուկից։ Ձմերուկը ծանր է դդումից։ Հարցեր ենք առաջադրում այնպես, որ երեխաների խնդրի նման լուծեն։ Որքան կկշռեն դդումը և ձմերուկը միասին։ 3-ին գումարած 5 հավասար է 8 կիլոգրամ, դդումն ու ձմերուկը միասին կշռում են ընդամենը 8 կիլոգրամ։ Որքան է դդումի և ձմերուկի զանգվածների տարբերությունը։ 5-ից հանած 3 հավասար է 2 կիլոգրամ։ Նայում ենք 6-րդ առաջադրանքին, կարդում ենք բաղադրիչների անունները՝ նվազելի, հանելի, տարբերություն։ Մենք բանալի թվանշանները կիրառելով պետք է լրացնենք աղ հյուսակը։ Նվազելին 17 է, հանելին 10, որքան է տարբերությունը։ Արտահայտությունը կարդում են երեխաները։ 17-ից հանած 10 հավասար է 7-ի։ Նվազելին 14 է, հանելին անհայտ։ Գտնենք տարբերությունը։ Մտածում ենք 14-ից որ թիվը պիտի հանենք, որպեսզի ստանանք 10։ Երեխաները բանալի թվերի մեջ գտնում են 4-ը, տեղադրում են և ասում 14-ից հանած 4 հավասար է 10-ի։ Ինչ որ մի թվից հանել են 10-ը, ստացել են 2, այսինքն նվազելին անհայտ է։ Փորձում ենք գտնել այդ թիվը։ 2-ից 10-ը չենք կարող հանել, 6-ից 10-ը հանել չենք կարող, 7-ից դեռևս չենք կարող, 10-ից հանած 10-ը հավասար չէ 2-ի, 12-ից հանած 10-ը հավասար է 2-ի, ուրեմն մեր որոնած թիվը 12-ն է։ Նվազելին 16 է, հանելին 10-ը, գտնենք տարբերությունը։ 16-ից եթե 10-ը հանենք 2 չենք ստանա։ Եթե 6 հանենք, կստանանք 2, ջնջում ենք 6-ը, 16-ից հանած 10-ը հավասար է 6-ի։ Նվազելին 7 է, հանելին անհայտ, տարբերությունը 5 է։ Մտածում ենք 7-ից որ թիվը պիտի հանենք, որպեսզի ստանանք 5։ Փորձարկում ենք 2-ը, 7-ից հանած 2 հավասար է 5-ի, ճիշտ է, ուրեմն ընտրում ենք 2 թվանշանը։ Նվազելին 12 է, հանելին անհայտ է, տարբերությունը 2 է։ Մտածում ենք 12-ից որ թիվը պիտի հանենք, որպեսզի ստանանք 2։ 7-ը տեղադրենք չի լինի, 7-ը արդեն ստացել ենք, 10-ը տեղադրենք, 12-ից հանած 10-ը հավասար է 2-ի։ Ուրեմն մեր որոնների թիվը 10-ն էր։ 7-րդ առաջադրանքը երեխաները շարունակելով մեկը մյուսին թվերը կարդում են սկզբում աճման, ապա նվազման կարգով։ 2, 4, 6, 8, 10, 11, 14, 16, 18։ Այժմ փորձում են 1-ից 20 թվերը տեղադրել պակասող թվերը և ասել աճման կարգով։ Նայում ենք աղ հյուսակում որ թիվը չկա 1-ից 20 թվերի շրջանում, ասում ենք այդ թվերը և դասավորում աճման կարգով։ Հետո կարելի է նաև դասավորել նվազման կարգով։ 1, 3, 5, 7, 9, 12, 13, 15, 17, 19, 20։ Նույնը կարելի է կատարել նվազման կարգով ասելով։ Հաջորդ առաջադրանքը կառուցում են նախ և առաջ այսպիսի պատկեր, փայտիկների միջոցով կամ մատիտների միջոցով, հետո փորձում են ընդամենը 2 փայտիկ տեղափոխելով ստանալ եռանկյուն։ Սկզբում կարելի է այս մի փայտիկը տեղադրել այստեղ, մյուսը այստեղ և կստանանք 1, 2, 3 եռանկյուն, կամ
Մի փայտիկը տեղադրում ենք այս կողմում, մյուսը այս կողմում, ստացվում է 1, 2, 3։ Ծայրերի փայտիկները տեղափոխելով կարելի է ստանալ 3 եռանկյուններ, օրինակ այսպես։ Սրանք արդեն դուրս են գալիս 1 եռանկյուն, 2, 3 եռանկյուն։ Այժմ բացատրում ենք գումարումը 20-ի սահմաններում առանց կարգային անցումների։ Երեխաները նայում են, գիտենք, որ սա 1 տասնյակն է։ Կապույտ ուլունքներն են հաշվում։ 1 տասնյակ 2 միավոր, դա 12-ն է։ 12-ին գումարած 4։ Երեխաներին սովորեցնում ենք։ Տասնյակը թողնում ենք առանձին, սկզբում գումարում ենք միավորները։ 4-ին գումարած 2 հավասար է 6-ի։ 1 տասնյակ էլ ունենք, կլինի 1 տասնյակ 6 միավոր, այսինքն 16։ 1 տասնյակ 5 միավորին գումարում ենք 2 միավոր։ Նորից տասնավորը անտեսում ենք, 5-ին գումարած 2 հավասար է 7-ի, 1 տասնյակն էլ ունենք, կլինի 1 տասնյակ 7 միավոր, 17։ 15-ին գումարում ենք 1, 1 տասնյակը թողնում ենք մի կողմ, 5-ին գումարած 1 հավասար է 6-ի, 1 տասնյակն էլ ունենք, 16։ Եվ հաջորդը 16-ին գումարում ենք 4, 1 տասնյակը թողնում ենք մի կողմ, 6-ին գումարած 4 հավասար է 10-ի, այսինքն 1 տասնյակի, 1 տասնյակ էլ ունենք, կլինի 2 տասնյակ, իսկ 2 տասնյակը 20 թիվն է։ Նույնը երեխաներին բացատրում ենք ցուցադրելով տասնյակները եւ միավորները։ Ակնառու օրինակով, երբ երեխաները ինքնուրույն շոշափում են, ձեռք են տալիս, ավելի հեշտ են սովորում։ Տասնյակը թողնում ենք մի կողմ, ասում ենք սկզբում 3-ին ենթադրենք գումարիր 4։ 3-ին գումարում է 4, ասում է հավասար է 7-ի։ Հիմա համարենք, որ ոչ թե 3-ի, այլ 13։ 13-ին գումարած 4 կլինի 17։ Ընդամենը 1 տասնյակը սկզբում անտեսում ենք, կատարում ենք գործողությունը, հետո վերջում նորից ավելացնում ենք։ Նույն ձևով կատարում ենք առաջադրանք 2-ը գրավոր և լուծում ենք 3-րդ և 4-րդ համարի խնդիրները։ Նայում ենք գծապատկերին, կարդում ենք խնդիրը, վերհիշում բաղադրիչները, պայմանը, պահանջը, լուծումը, պատասխանը, հետո համառոտագրում և լուծում ենք խնդիրը։ Ավտոբուսում կար 12 ուղևոր։ Կանգառում ավտոբուս բարձրացավ ևս, այսինքն էլի, նորից 5 ուղևոր։ Քանի ուղևոր եղավ ավտոբուսում։ Նայում ենք, կար 12 ուղևոր, այսքան մարդ ավտոբուսում կար։ Կանգառում, երբ ավտոբուսը կանգնեց, նորից 5 մարդ բարձրացավ։ Ուղևորների թիվը շատացավ, թե քչացավ։ Ուղևորների թիվը մեծացավ, շատացավ, ավելացավ, նշանակում է ինչ գործողություն ենք կատարելու, կատարելու ենք գումարման գործողություն։ Խնդրի համառոտագրությունը տալուց հետո կարելի է երեխաներին առաջարկել խնդիրը լուծել ինքնուրույն։ Անհրաժեշտ բառերն են, բանալի բառերը կար, ավտոբուսում կար 12 ուղևոր։ Ուղևոր բառը կրճատ գրում ենք ուղ, մինչև ևն ենք գրում ուղևոր։ Բարձրացավ, քանի որ գործողություն ցույց տվող բառը լրիվ ենք գրում։ Բարձրացավ 5 ուղևոր։ Նորից կրճատ գրում ենք մինչև ևը։ Ընդամենը քանի ուղևոր եղավ ավտոբուսում։ Ընդամենի նշանը երեխաները գիտեն, որ 3 վանտակ երկարությամբ քիծ են դնում, մեջտեղի վանտակի կողքին դնում ենք հարցական նշանը և նորից գրում ուղևոր բառը կրճատ ուղ և հարցնում ենք, պատմում են երեխաները խնդիրը, որ ավտոբուսում կար 12 ուղևոր, 5 ուղևոր էլ բարձրացան, սա խնդրի պայմանն է։ Ընդամենը քանի ուղևոր եղավ ավտոբուսում, սա խնդրի պահանջն է։ Այժմ պետք է գրենք լուծումը, այն արտահայտությունը, որի միջոցով գտնելու ենք պահանջվող թիվը, լուծում։ 12-ին գումարած 5 հավասար է։ 1 տասնյակը փակում ենք, 2 միավորին գումարում ենք 5 միավոր, հավասար է 7-ի։ 1 տասնյակ էլ ունենք, կլինի 17։ 17 ուղևոր։
Վերջին բաղադրիչն ենք ավելացնում պատասխան 17 ուղևոր։ Պատասխանի մեջ ուղևոր բառը գրում ենք լրիվ։ Այժմ անդրադառնանք խնդիր 4-ին։ Նայում ենք գծապատկերին։ Մայրիկը գնել է 6 կիլոգրամ լոլիկ և 3 կիլոգրամ վարունգ։ Որքան բանջարեղեն է գնել մայրիկը։ Նայում ենք գծապատկերին, կարմիր գույնով ներկված է լոլիկի թիվը, լոլիկը 6 կիլոգրամ է, կանաչ գույնով ներկված է վարունգի թիվը 3 կիլոգրամ։ 6 կիլոգրամ լոլիկ, 3 կիլոգրամ վարունգ։ Ընդամենը որքան բանջարեղեն է գնել մայրիկը, լոլիկը և վարունգը միասին։ Գծապատկերում պարզ երևում է, որ պետք է միացնենք թվերն իրար։ Կարելի է առաջարկել խնդիրը լուծել ինքնուրույն։ Համառոտագրությունը տալիս ենք, գրում ենք գրատախտակին և հետո այն երեխաները, ովքեր կարող են ինքնուրույն լուծել խնդիրը, լուծում են և գնահատվում են, պարգևատրվում, խրախուսվում են աստղիկներով, ժպիտներով, բարի խոսքերով։ Մեզ պետք են անհրաժեշտ բառերն են բանալի բառերը, լոլիկը, որը կրճատ գրում ենք ուղղակի Լ։ Լոլիկ գնել էր 6 կիլոգրամ, երեխաները գիտեն, որ եթե գրված է ԿԿ, պիտի կաշտան կիլոգրամ։ Եվ վարունգը, որը 3 կիլոգրամ էր։ Որքան բանջարեղեն գնեց մայրիկը, լոլիկը և վարունգը միասին։ Ընդամենի կիցն ենք դնում, գրում ենք հարցական կիլոգրամ։ Նորից պայմանը, պահանջը, լուծումը, պատասխանը վերհիշելուց հետո երեխաներին առաջարկում ենք ինքնուրույն լուծել։ Երբ մի քանի աշակերտներ արդեն լուծում են և զգում են, որ մյուսները դժվարանում են, խնդրի լուծումը աշակերտների միջոցով գրում ենք գրատախտակին։ 6-ին գումարած 3 հավասար է 9 կիլոգրամ։ Մայրիկը գնել է 9 կիլոգրամ բանջարեղեն։ Պատասխան 9 կիլոգրամ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։